Սիրելի ընկերներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ այստեղ, վստահ եմ, որ մեր գործընկերները լավագույնս են ներկայացնում ծրագրի հիմնադրույթները, ինչը ինձ հնարավորություն է տալիս ուղիղ և անմիջական զրուցել ձեզ հետ, զրուցենք և այսօր հենց այստեղ գանք որոշումների։ Հայաստանը և մենք բոլորս ապրում ենք մեր պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը։ Ունենք արտաքին ու ներքին լրջագույն մարտահրավերներ, որոնք կարող են ճակատագրական դառնալ մեր բոլորի համար։ Մեզ պարտադրվում են իրողություններ, որոնք ոչ մի կերպ չեն կարող հատվել մեր ազգային ու պետական շահերին, ոչ մի կերպ։ Եվ հիմա ժամանակն է գտնել ճանապարհներ, այո, մեր պատմությունը ցույց է տվել և ցույց է տալիս, որ մենք մշտապես ունեցել ենք բարդ, ծանր ժամանակափուլեր, բայց մենք գտել ենք ելքերը։ Եվ հիմա ավելի քան երբևէ մենք ստիպված ենք, մենք պարտավոր ենք գտնել հիմիկվա լուծման ճանապարհները։ Եվ դրա համար նախ և առաջ պետք է խոսենք ճշմարիտ և ուղիղ աչքերով առերեսվենք մեր իրականության հետ։ Դրանից հետո պատասխանենք պատմության խորքից եկած մի կարևորագույն հարցի. ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում։ Այս հարցերի պատասխանները մեզ հնարավորություն կտան դասեր քաղել սեփական պատմությունից և գտնել ամենաճիշտ և արդյունավետ ճանապարհները խնդիրների լուծման համար։ 1990-ական թվականների սկիզբը հերոսական էին մեր համար։ Մի կողմից Հայաստանի անկախ պետության հիմնադրում, իսկ մյուս կողմից Արցախի ազատագրում։ Փառավոր էին այդ տարիները մեր պատմության համար և մենք ստացել էինք հնարավորություն փոխելու հայոց պատմության հազարամյա ծանր ընթացքը։ Իսկ ինչ արեցինք մենք։ Մի կողմից հույսը դրել ենք օտար պետությունների, այլ ռազմաքաղաքական դաշինքների վրա, խոստումների վրա ենք հույսներս դրել, իսկ մյուս կողմից մեր առօրյայում, մեր կենցաղում, մեր իսկ ձեռքերով թաղել ենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները։ Պատկերացնում եք, անկախության հիմնադրման և Արցախի ազատագրության տարիները մեր սերունդների գիտակցության մեջ ամրապնդել են, դաջել են որպես մթի ու ցրտի տարիներ։ Եվ փոխարենը սերունդներին դաստիարակեին հաղթողի հոգեբանությամբ, ասում են, որ ոչ, դրանք մթի ու ցրտի տարիներն էին։ Եվ բնական է, որ այսպիսի գիտակցությամբ ձևավորված հասարակությունը չէր կարող պահել Արցախը։ Իսկ հիմա վտանգված է մեր անկախ պետականությունը։ Դա համար առաջին։ Միշտ հույսը դնել սեփական ուժերի վրա։ Երբեք ու երբեք չհավատալ կեղծ խոստումներին։ Եվ դա չի նշանակում, որ պետք է չունենանք միջազգային դաշնակիցներ, գործընկերներ և բարեկամներ։ Բայց պետք է հիշենք, որ բոլորն առաջնորդվում են իրենց իսկ շահերով, և Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջնորդվի բացառապես մեր ազգային ու պետական շահերով։ Դաս համար 2. Երբեք ու երբեք հանուն իշխանության, հանուն ներանձնային շահերի չարժե զրկել, չվարկաբեկել բոլոր այն արժեքներն ու գաղափարները, որոնք կարող են կործանարար լինել պետության համար։ Սիրելի ընկերներ, մենք այսօր այստեղ ենք ոչ թե պարզապես հուսահատության հերթական ալիքի
եւ կամ քննադատության համար, մենք այստեղ ենք, որովհետեւ մենք ցանկանում ենք կոտրել անտարբերությունը, մենք հավատում ենք եւ ցանկանում ենք պայքարենք եւ փոխենք այն իրականությունը, ինչը պարտադրել են մեզ։ Մենք այստեղ ենք, որովհետև բոլորս, յուրաքանչյուրս մեր հոգիներում դեմ ենք մեզ պարտադրվողին։ Ընկերներ, յուրաքանչյուրիս տանը լինում են խնդիրներ։ Եվ բոլորս մեկ մարդու նման սկսում ենք լուծել այդ խնդիրները։ Չենք տեսնի մի նորմալ դեպք, երբ հայրը կամ մայրը ուղղակի կլքի իր տունը այլտեղ, տուն եւ կամ ընտանիք որոնելու հույսով։ Եվ չէ՞ որ Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է եւ մեր բոլորի համընդհանուր տունը։ Եվ այո, մեր պետությունն ունի այսօր խնդիրներ, շատ ծանր խնդիրներ։ Եվ ավելի քան երբևէ ունի մեր կարիքը, բոլորիս կարիքը։ Ընտրությունը մերն է եւ որոշումները մենք պիտի կայացնենք։ Ու հենց այստեղ մենք լքելու ենք, գնալու ենք, թե տեր ենք կանգնելու մեր երկրին, մեր հողին ու մեր հայրենիքին։ Եվ հիմա առաջարկում եմ բոլորս նայենք մեր կողքինների եւ դիմացիների աչքերի մեջ ու այդ որոշումը դաջենք, որ մենք տեր ենք կանգնելու Հայաստանին, մեր տանը։ Եվ ես գիտեմ, այստեղ գտնվող մարդիկ, անգամ այստեղ գտնվողներս, ունենք հույսի և հավատի ոչ ամբողջական չափաբաժին, բայց այստեղ գալով ես հիմա բոլորիս առաջարկում եմ, եկեք դարձանք մի բռունցք, մի ուժ, մի հավաքականություն ու փրկենք Հայաստանը։ Հայաստանը պետք է լինի ազատ ու անկախ, և մենք պիտի պայքարենք մեր արժանապատիվ կյանքի համար։ Եվ հերիք է բողոքենք հայի բախտից և կամ պատմական անարդարությունից։ Իսկ գուցե ժամանակը եկել է, որ հույսներս նենք բացառապես մեր ուժի, մեր գիտակցության և մեր արժեքների վրա։ Ժամանակը հիմա է, որովհետև Մովսես Գորգիսյանն ասում էր. սուգը հավերժ է, եթե չպայքարենք, մենք միշտ կսկանք, եթե չպայքարենք։ Եվ ամենավերջում, առաջարկում եմ բոլորս մեր մտքերում կրկնենք և կամ բարձր Գարեգին Նիժդեի հետևյալ խոսքերը. Իմ հոգին զույգ հեներան ունի, Աստված և հայրենիք։ Կեցե ազատ և անկախ Հայաստանը, կեցեն Հայաստանը, որը մենք ենք կերտելու։ Շնորհակալ եմ շատ։ Իմ հոգին, կրկնենք միասին։ Իմ հոգին, առաջարկում եմ բոլորս գոնե մեկ անգամ կրկնենք այդ խոսքերը, բայց ոչ թե իմ, այլ մեր հոգիները։ Մեր հոգին զույգ հեներան ունի, Աստված և հայրենիք։ Բոլորս միասին, մեր հոգին զույգ հեներան ունի, Աստված և հայրենիք։ Շնորհակալություն Շահեն ջան։